չեմ շնորհակալ։ Հարցերի չեմ պատասխանում։ Ակցիայի մասին ինչ եք մտածում, Հազան այս զորակցության կարիք ունի, վեհապար, այսինքն բարձ չէր, որ հավատացյալ հանրությունը բավական մեծ է եւ Փաշինյանին այս առումով ապացուցելու բան չի։ Ես չեմ կարծում այդպես խնդիր է դրված։ Մարդիկ կամավորաբար եկել են ամենայից կաթողիկոսին դիմավորեն եւ դա ընդհանրապես փաստ է եւ կարծում եմ ինքնին խոսում փաստ է։ Ինչ կասեք Փաշինյանի ստեղծած հանձնաժողովի մասին, որի կազմում պետք է ընդգրկվեն մարդիկ, որոնք գոնե մեկ անգամ Աստվածաշունչ են կարդացել, հավատում են Աստծուն, այդ չափանիշներին տեղյակ են, աղոթում են ամեն օր։ Դժվարանում եմ որևէ մեկնաբանություն անել, կարծում եմ մեկնաբանությունները ինքներդ էլ հետևություններ Եկեղեցիներից կգտնվեն եկեղեցու ներսում կան բարձրաստիճան սրբազաններ, ովքեր վեհապարին դեմ են։ Օրինակ Վազգեն Միրզախանյանի մասին։ Իհարկե ոչ։ Վազգեն Միրզախանյանը Իհարկե ոչ։ ընդունում է կաթողիկոսին։ Իհարկե։ Մասնակցել է վերջին հոգևոր խորհրդի նիստին։ Դե դրանով ենք մենք պայմանավորում ընդունում թե ոչ։ Բացառում եք, որ հոգևորակ Սրբազան, բացառում եք, որ հոգևորականներից կմասնակցեն Փաշինյանի հանձնաժողովին։ Ես ասեմ, մենք ինքներս բազմաթիվ հարցեր ունենք եւ այդ հարցերը պատասխաններ չեն ստացել։ Ասում է անհերքելի փաստեր ունի, որ վեհապարը զավակ ունի։ Մենք հիմա դուք եք տրվում այդ հարցադրումները։ Ես հարցնում եմ իր Մի հարցրեք, ուրեմն ես խնդրում եմ այն հարցադրումները, որոնք որ դուք խելամիտ չեք համարում, այդ հարցադրումները մի տարածեք։ Աննա Հակոբյանը խոսում է մանկապիղծ հոգևորականների մասին։ Այդ հարցերին բազմաթիվ անգամներ արձագանքներ եղել են։ Դա քրեական հանցակազմ է պարունակում իր մեջ, եթե նման տեղեկություն կա, կարող են դիմել համապատասխան մարմինների։ Ամբողջի միջոցով կաթողիկոսին հեռացնել հնարավոր կլինի։ Գիտեք, բռնի ուժով ամեն ինչ էլ հնարավոր է անել, բայց ես կարծում եմ, որ մենք ապրում ենք, չէ՞, քաղաքակիրթ երկրում ենք, չէ՞ ապրում։ Բայց վերջին շրջանում այլ բան է։ Կամավորները ասում են, որ սցենարները ընդունելի են ըստ էության։ Հատկապես քաղաքացիական բախում։ Գիտեք, մարդիկ լինում են իմ կարծիքով 3 տեսակ։ Առաջինը, որ ասում են ճիշտ, երկրորդը, որ ասում են սուտ, եւ երրորդը, որ ինչ ուզում են ասում են։ Հիմա ինչ ուզող ասող մարդիկ հավանաբար շատ կան։ Ինչ ուզեն կասեն։ Ինչու են պատերազմ հայտարարել եկեղեցու Սրբազան։